Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Պարոն Սարգսյան, կներեք, մի քանի զինծառայողների ծնողներ եկել էին բնեի դիմաց եւ նշում էին, որ ուզում են իրենց տղաները եւս 1.5 տարի ծառայեն, քանի որ իրենց տարեկիցները 1.5 տարին են, բայց քանի որ հունվարից շուտ են գնացել բանակ, 2 տարի է տեղեկացնել եւ հիշեցնել, ես եկեք ավելավ չմեկնաբանեմ, միայն փորձեմ հիշեցնել, որ այդ օրենքի նախագծի քննարկման ժամանակ եւս այդ հարցը հարցադրումների ձևով եւ պատասխանների ձևով հնչել է եւ դուք հանդիպել եք ծնողների հետ ուրբաթ։ Անձամբ ես չեմ հանդիպել։ Անձամբ ես չեմ հանդիպել եւ դրա մասին պարզաբանում տրվել է արդեն եւ խնդրում եմ որ ծնողները եւս այդ հարցով արդեն իսկ օրենքը ընդունված է։ Ինչու զինվորները շաբաթը մեկ լողանում, պարոն Սարգսյան, ձեր թիմակից Հայկ Սարգսյանն է ասում, որ շաբաթ հենց նոր րոպեն առաջ զինվոր Զորակոչի քիվը լսեցի Պարոն Սարգսյան, անպատասխան մնաց իմ հարցը, ինչու են զինվորները շաբաթը մեկ լողանում, ինչպես քպական Հայկ Սարգսյանն է ասում։ Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում։ Ես չգիտեմ պարոն Սարգսյանը։ Ես տեսեք ես պաշտպանության նախարարությունում համակարգման ոլորտներ կան, ես տեղյակ չեմ, որ զինվորը երբ է լողանում։ Որ նման խնդիր կա։ Հարգարժան պարոն Կիրակոսյան, ես հիմա Նարեկ ջան, տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը, ես կարծում եմ, որ չլողացած զինվոր մենք չունենք, եթե մեր զինվորների դուք տեսնեք, ասում եք ոլորտը ես չեմ համակարգում, դրանք զինվորական կարգապահության, նախատեսված իրավակարգավորումներով լուծվող հարցեր են, բայց որևէ խնդիր այդ հարցով մինչև հիմա չի եղել, եթե կա շնորհակալություն եմ ես։ Սա պետական գաղտնիք չէ։ Մասին խոսելը կամ այլ բանի մասին խոսելը, ես կարծեմ թվեր չհնչեցվեց, հնչեցվեց տոկոսային թվեր, ես կարծում եմ, որ թվի։ Որ թվի։ Հայաստանի քննած սպառնալիքների ֆոնին արդյոք Հայաստանը քննարկում է հապկից վերջնականապես դուրս գալու քայլը։ Կարծում եմ այդ հարցի հասցեատերը ես չեմ։ Որպես նախկին ոստիկանապետ, ձեզ համար ընդունելի էր 18-ամյա երիտասարդին գետնին տապալելով, գցելով որ նրան Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը, բայց մի բան կարող եմ ասել, իրականում չեմ տեսել, չէ, բայց մի բան ասեմ, որ ես չգիտեմ ինչքանով է իրավաչափ գործողությունները, բայց ոստիկանության ծառայողները տեղյակ չեմ։ Ես մի բան գիտեմ, որ ոստիկանությունը նաև ֆիզիկական ուժ գործադրելու օրենքով իրավունք ունի։ Վարդենիսի զորամասում կներեք, բայց հələ չեմ տվել հարցը, պարոն Սարգսյան։ Ես զինվորակ Նարեկ ջան, ես հասկանում եմ, որ չեք տվել։ Ես այս հարցի մասին եմ ասում, մանրամասներին տեղյակ չեմ։ Վարդենիսի զորամասում մի քանի աղմուկները Եթե մի բանից տեղյակ չեմ, իր ոլորտից հարցնենք։ ԲՆՆ-ն իր ոլորտը, ոչ թե ոստիկանությունը։ Վարդենիսի զորամասում մի քանի աղմկահարույց դեպքեր եղան, մահվան դեպքեր եղան մի քանի հատ նույն զորամասում։ Սա ինչով է պայմանավորված, ինչու պատշաճ ուշադրություն, հետևողականություն չի ցուցաբերվում, պարոն Սարգսյան։ Նարեկ ջան, պատշաճ հետևողականություն ցուցաբերվում է եւ նաեւ մեր վիճակագրությունն է խոսում դրա մասին։ Նախ սպանություններ ասելը ուռճացված է, որովհետև 25 թվականին անգամ սպանություն չի եղել, ինչը եւ սպանություններ թե դեպք ունեն։ Դրա համար եմ ասում, որակումները այլ են, որովհետև մահվան դեպքը նաեւ զոհեր է ներկայացվում, բայց պարզում է, որ մարդը մահացել է իր առողջության խնդիրների բերումով եւ այդպես շարունակ։ Հավաքներից մեկի ժամանակ վերջերս ունեցանք մեկ զոհ եւ մեկ վիրավոր։ Այդ ոնց հաստատվում, որ Ես ուզում եմ տեղյակ պահել, որ յուրաքանչյուր դեպքը քննության առարկա է դառնում թե նախաքննական մարմնի կողմից եւ թե դրա
հանգամանքները բարձելու ուղղությամբ կատարվում է ծառայողական քննություն։ Եվ պետք է ծառայողական քննության արդյունքները նախաքննական մարմնի հրապարակվում են ու բոլորի համար դառնում են հասու։ Ձեզով է ասում չի նվազում։ Դուք ուրեմն խնդրեմ տեսնեք նաև հարցում կատարեք, մենք ձեզ թվային տվյալներ տանք, որ տեսնեք դուք ինքներդ, որ մենք նախորդ տարի ունեցել ենք ընդամենը 30 մահվան դեպք, ես միգուցե 1-2-ով այսպես շեղում լինի, բայց կարծում եմ ճշգրիտ է, որից ընդամենը 6-ն էր ծառայության բերումով, մյուսները մեր զինծառայողները իրենց բնակարաններում, իրենց չգիտեմ, կյանքի գնեք, բայց այդ Վարդենի էսի ասած դեպքով մի դեպքով հրամանատարն է կարծեմ կալանավոր, մյուսով ծառայակիցը, այսինքն ներանձնային այդ խնդիրների հարցը չի լուծվում։ Դե եթե քչանում են դեպքերը, նշանակում է լուծվում են կամ առնվազն լուծման ճանապարհին ենք։ Եվ պետք է տեսնել նաև դրականը, որովհետև եթե մենք ունենք դեպքերի նվազում, դա խոսում է հենց կատարված աշխատանքների, դե որ եթե արկայի նույնիսկ մեկ դեպք, ապա այդ մեկ դեպքը նույնպես մտահոգիչ է։ Սակսան դուք հիշում եք, որ գրաված տարածքներում ադրբեջանցիները հաստատվում են Ներողություն, ստեղծություն ձեզ։ Իհարկե, խնդրում եմ այդ առումով եւս հետևեք Պաշտպանության նախարարության, կլսեք ինձ։ Ձեր հարցը ես լսել եմ քաղաքական ուժերի կողմից, հետո նաև լսել եմ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի պրոֆեսիոնալ պարզաբանումը։ Խնդրում եմ դա հիմք ընդունեք, ոչ թե սիրողական։ Քարտեզ բոլորս էլ ունենք, իմ երեխաներն էլ, ձեր հարևաններն էլ, բոլորը քարտեզ կարող են ունենալ։ Իսկ այդ ԽՍՀՄ քարտեզները, պարոն Սարգսյան, որ ՊՆՆ-ը հիմք ընդունում այդտեղ